Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 23 ապրիլի, օրը 5-շաբթի, բարի երեկո։ Գեղարքունիքի մարզային գրադարանում կրթական գործընթացներն այս անգամ վերաբերել են աշխատակիցներին, նրանք մասնակցել են մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող մեդիագրագիտության դասընթացին, նրանց են միացել նաև այլ հաստատությունների ներկայացուցիչներ։ Թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ գրադարանները դարձել են նաև բովանդակություն ստեղծող, տարածող և տեղեկատվական հարթակ։ Գրադարանային գործում այս նորարարությունը ենթադրում է նաև մեդիագրագիտություն։ Այս ուղղությամբ Գեղարքունիքի մարզային գրադարանի աշխատակիցների վերապատրաստման դասընթացներն արդեն 4 տարվա պատմություն ունեն։ Աշխարհի մարտահրավերները մեզ տանում են դեպի այն, որ կարողանանք մեդիային ճիշտ հետևել, ճիշտ լուրը սխալ լուրից տարբերել։ Այդ իսկ պատճառով մեր գրադարանում եւս գործում է մեդիագրագիտության անկյուն, վերջերս ավելի շատ ուշադրություն է դարձվում մեդիային, եւ մենք այժմ համագործակցում ենք տարբեր կրթամշակութային օջախների հետ, ինչպես աշակերտների հետ, այնպես ուսուցիչների հետ, նաեւ ծնողական խմբերի հետ։ Մեդիագրագիտության հերթական դասընթացը գրադարանում անցկացնում է մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Թեմայով հետաքրքրված են ոչ միայն գրադարանավարները, այլև կրթական և մշակութային մի շարք հաստատությունների աշխատակիցներ։ Սա հնարավորություն է տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, ապա տեղեկատվությունը զանազանելու և իրենց կողմից ստեղծվող բովանդակություններն առավել հավաստի դարձնելու հմտություններ ձեռք բերելու։ Գեղարքունիքի մարզային գրադարանը Վարդգես Պետրոսյանի անվան մեր լավագույն գործընկերներից մեկն է, ում հետ տարիներ շարունակ աշխատում ենք եւ մենք կարծում ենք, որ գրադարանները տեղ են, որտեղ որ մարդիկ գալիս են որպես կրթական կենտրոն եւ մեդիագրագիտություն բառը, որ նաեւ գրագիտություն բառն է, մեդիան գրագետ օգտագործելու տեսակետից շատ կարեւոր է գրադարանը նույնպես այդտեղ անելիք ունենա եւ ունի հենց այս գրադարանը, որտեղ որ ենք, որպեսզի գրադարանների միջոցով մարդկանց խոսենք մեդիայի մասին, մեդիայի օգտագործման մասին, մեդիայի սպառման մասին, օգնենք որ մարդիկ մեդիայի միջոցով չմանիպուլացվեն։ Մեդիագրագիտությունն ավելի լայն շրջանակներում տարածելու նպատակով մեդիա նախաձեռնությունների կենտրոնը որպես դասընթացավարների է վերապատրաստում նաև գրադարանի աշխատակիցներին։ Նրանք էլ իրենց հերթին գիտելիքը տարածում են ընթերցողների եւ գործակից հաստատությունների շրջանում։ Գրադարանները նույնպես մեր համար շատ կարևոր, այսպես ասած, տեղ են, կենտրոնն են։ Մենք անցյալ տարի Հայաստանի տարածքից 13 գրադարանից ունեցանք այդպես ծրագիր եւ աշխատանք, ունեցանք վերապատրաստում, on-line դասընթացներ, ռեսուրսների տրամադրում, փոխանցում եւ արդյունքում, ասենք, մենք 13 գրադարանում ունենք մեդիագրագիտություն դասավանդող եւ նպատակը այն է, որ մարզային գրադարանների միջոցով այդ գիտելիքը, խոսակցությունը տարածենք մյուս գրադարաններին, ինչու ոչ համայնքի բնակիչներին եւ այդ գործառույթը գրադարանի, որ ինքը կրթական կենտրոնն է, այդ մեդիայի ուղղությունը մտնի հենց գրադարան։ Դասընթացների արդյունքում գրադարանը համալրում է նաեւ մեդիագրագիտության վերաբերյալ գրականությունն ու կրթական այլ գործիքները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գանձակ գյուղի գրադարանի նախաձեռնությամբ կայացել է երիտասարդ գրող բանաստեղծուհի Նարինե Ժամարյանի գրքերի շնորհանդեսը։ Հեղինակը ներկայացրել է իր գրքերը, հնչել են ընթերցումներ դրանցից։ Բանաստեղծական խոսքն ուղեկցվել է հայկական ազգային պարերով ու մեղեդիներով։ Երիտասարդ գրող բանաստեղծ Նարինե Ժամարյանի 4 գրքերի շնորհանդեսին է նվիրված Գավառի համայնքային գրադարանի Գանձակի տարածքային ստորաբաժանման նախաձեռնությամբ իրականացվող ցերեկույթը։ Միջոցառումը ազգային գրադարանային շաբաթի շրջանակում է եւ ժամանակակից գրողի ու գրքի հետ ընթերցողների հանդիպում է։ Այսօր ունենք առիթ բացահայտելու Նարինե Ժամարյանի ստեղծագործական աշխարհը։ Նրա գրականությունը ներկայացվելու է յուրօրինակ, հենց հեղինակի շնչով ու մեկնաբանությամբ։ Նարինե Ժամարյանն ընթերցողի դատին է հանձնում հաղթել ներսում, արմատներ, քո հետքերով բազմաժանր ստեղծագործությունները։ Գրքերը հեղինակի մտորումների գեղարվեստական ամփոփումն են հոգևոր պատերազմների, ներքին հաղթանակների, հայրենի հողին ու նախնյաց ժառանգությանը կառչելու անհրաժեշտության մասին։ Մենք հպարտությամբ ենք ներկայացնում հեղինակին, ում գրական ճանապարհը խոստանում է լինել պայծառ եւ հաջողություններով լի։ Սիրով եւ ջերմ ծափողջներով բեմ ենք հրավիրում երիտասարդ գրող բանաստեղծ Նարինե Ժամարյանին։ Հաճախ ինձ հարցնում են. ինչպես ստեղծվեցին այս տողերը, որտեղից այդ ներշնչանքը։ Իմ պատասխանը մեկն է եւ անփոփոխ։ Ես փոքրիկ մատիտ եմ Աստծո ձեռքում, ով նամակ է գրում աշխարհին։
Ընթերցողի սեղանին կլինի նաև երիտասարդ գրողի գիտական աշխատանքը, որի մասին խոսելիս հեղինակն առանձնակի ջերմությամբ հիշատակեց իր գիտական ղեկավարի Գավառի պետական համալսարանի դասախոս պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Քանաքարա Հայրապետյանի աջակցությունը։ Գիտական աշխատանք, որը փորձ էր ցույց տալու, որ քրիստոնեական արժեհամակարգը միակ ամուր հիմքն է, որի վրա կարելի է կառուցել առողջ հասարակությունն ու պետությունը։ Երիտասարդ բանաստեղծուհու ստեղծագործությունների ընթերցումները մեկնարկում են նրա 3 որդիները։ Ցերեկույթին տոնական տրամադրություն են հաղորդում Գանձակի երաժշտական դպրոցի սաների ելույթները։ Մորս աշխարհը թանկը մամանից, մորս արած կատուկ անգամ քանից ջուջում եմ վերգար, ուջում եմ նրա թանք մորս կամ։ Մորս խոսքերը քարոզ են ուսի, և խրատները արազատ այնքան, ուզում եմ ավերջ իր ձայնը լսել, անգամ քնից մեջ շշուկը զգամ։ Մորս գրկի մեջ ես միշտ ուժեղ եմ, երկնակողքիս է անպարտ եմ այնքան, ուզում եմ անվերջ նրա գրկի մեջ աշխարհում ապրեմ աշխարհը զգամ։ Несмотря на то, что у нас есть, без разницы, хорошие мы или плохие, любимы людьми или же ненавидимы. Бог любит нас такими, какие мы есть. Երբ այս աշխարհում չունենաս մեկին, որը քեզ սատար, թե բութիկում դառնա, ինչքան էլ կյանքը դառը թվա քեզ, բարձրացրու գլուխդ, Տիրոջը ժպտա։ Երբ չեմ հասկանում ու չեմ հասկացվում, սիրում եմ ժպտալ։ Քանզի ժպիտը փոխում է մարդուն եւ միշտ պահում է ինձ ժիր ու արթուն։ Ժպիտը միշտ էլ կոծկում է լացը եւ փոխում է ողջ աշխարհի բացը։ Գալիս են մարդիկ բազում հարցերով եւ չեն էլ գտնում պատասխանողին։ Աստծուն տեղակապում են կյանքում մի օր հանձնվելով մարդածին հողին։ Քարքարատ երկրի քարի պես տղերք, քարերի համար ձեր շունչը տվիկ։ Վես սարերի մեջ մեր վսեմ տղերք, ձեր վերջին հևքի մռունչը թողիկ։ Մտնում էր օրը, ժամերն անխնահ գլորվում էին ու անհետանում։ Մայրը գրկել էր անշունչ փոքրիկին ու թակաչքերն էր անվերջ համբուրում։ Արևածագ էր, անտուն ու անտեղ մի տկարայրի բարուրը գրկին քայլում էր դաշտում։ Երգում էր մի նոր փորորոցային, մեռած մանուկին անվերջ գովերքում։ Մի կոտրվիր, երբ լքում է մոտ ընկերդ մանկության, նա ուզում է ապրել կյանքը առանց այս ունանկության։ Մի կոտրվիր, երբ բարի քեզ բաժանում ողջ աշխարհին, բայց հակառակ քո ցանկության տեղը առնում տաշտակին։ Վերելակները մեր կյանքի ճամփի, մեկ լավ կաշխատեն, մեկ չեն աշխատի։ Կարևորն այն է, որ վերելակը անխափան հասնի կյանքի ճիշտ հարկը։ Վերելակները մեր կյանքի ճամփի, մեկ լավ կաշխատեն, մեկ չեն աշխատի։ Կարևորն այն է, որ վերելակը հանկարծ ներքևի հարկում չկանգնի։ Այնքան ամեղ աչքեր ունի, մազերեխիտ ու խարտյաշ, գրել կարդալ նա չգիտի, քիչ կոպիտ է ու անտաշ։ Բայց ինչ բարի, մեծ սիրտ ունի, երբաց է լինում ձեռքին։ Շուն, կատվի, հավաքում է ընկեր դարձնում իր վերքին։ Ամեն անգամ տուն գնալիս նույն որփին եմ հանդիպում։ Վաղտն անցնում է նրա կողքով, սակայն ինչու չդիպում։ Ինձ անընդմեջ ցածրացնելով դուք չեք կարող բարձրացվել։ Այո, ճիշտ է, ունեմ թույլ կողմ եւ անկումներ եւ շատ մեղքեր, բայց ինձ անverջ իջացնելով դուք չեք կարող բարձրացվել։ God is my Lord, my life and my soul. God is everything. He is my treasure. God is my home. He is my roof. God is my love against my enemy cuff. Կարոտում եմ մեր հին տունը, ուր հայրս հողն էր մշակում, ուր մայրս այդ հողից տրված պարկերով բերքերն էր շալակում, հաղում էր եղբայրս անվախ, գրկում ու համբուրում ջերմ ինձ, մեր փոքրիկ տնակի շուրջ բոլոր աճում էր ավելուկ ու սինձ։ Մայրս կասեր, քիչ մեծացիր, չես կարող քեզ պաշտպանել, ծանր բեռը այս աշխարհին շատ դժվար է քեզ ստանել։ Իսկ ես իմը կպնդեի, թե ուժեղ եմ ես դարձել, թե ուզերիս մանրիկ ու հույն, ինչ մեծ գործեր եմ բարձել։ Հին հայ կինը, մեր հայ կինը, ով պատերազմով անցավ, այս ինչ տեսակ սերուն թողեց, ինչ տեսակը վերացավ, այս նոր կանայքն ուր պուսիրում, այս նոր կանայք միամիտ, օրը մի նոր տուն են շինում, լավ կյանքին են համամիտ։ Գրքերի շնորհանդեսն ամփոփվում է շնորհավորանքներով եւ երախտագիտության խոսքերով։
Երիտասարդ հեղինակն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում իր ընտանիքի անդամներին աջակցության եւ սատարելու համար ապագավառի համայնքապետարանի, համայնքային գրադարանների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներին, օրն իր գրականության աշխարհում անցկացնելու համար։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաուր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։